Դեռևս պարզ չէ, թե ինչի հետևանքով է փլուզվել նախկին Դաշնամուրի գործարանի շենքի այս հատվածը, բայց ակնհայտորեն լուրջ հետևանքներ է կրել։ Ներքին գործերի նախարարության հաղորդած նախնական տվյալներով փլուզվել է եռահարկ-շինություն, որը ծառայել է որպես տնտեսական ապրանքների և սննդի պահեստ։ Գործարանը գտնվում է բնակելի շենքի մոտ և այս հատվածը եղել է բնակիչների անցնելու հիմնական ճանապարհը։ Քաղաքացիներ են անցնելիս եղել և մի հոգի ոտքի շրջանում ստացել է վնասվածք և հոսպիտալացվել է։ Մենք զրուցել ենք մի քանի բնակիչների հետ և նրանք պատմում են, թե ինչ է տեղի ունեցել։ Մոտիկացա Շուշաբանդին, որ տեսնեմ խանութը բաց է, թե չէ։ Ինձ միանգամից մթություն բարձրացավ հողը վերև ու միանգամից նստավ ու մաքրվավ։ Մեկ տեսա շենքը փլել է։ Մարդիկ հավաքվան, լրիվ ժողովուրդը, աշխատողները, սկորիները եկան, պաժարնիկները եկան, սաղ նայում են, բարձրանում են վերև, ուզում են ճանապարհ գտնեն, որ մտնեն օգնություն տենան, կարան տան, բան չեն կարում, որտեղ սաղ բլել է իրար վրա, ամեն հարկը իրա վրա նստել է։ Չկարողացան ոչ բան անել, այդ շներին հավաքեցին, նորից տարան։ Հետի պետքա տրակտոր գա, սամասվալի անի, որ մարդերան կա, թե չկա մեջը։ Աշխատողները մեջն էին, աշխատանքային ժամեր, պարզա որ ամեն մարդ իր տեղում կամ ներքևն են, տակն են մնացել, կամ բան, գերմանական խանութը, որ ամենատակն է, մնացել է տակը։ Հիմա եթե իրանք բացել էին, ուրեմն տակն են իրանք։ 15-ի կողմերում մոտեցա բանին, պատշգամբին, դուրս նայեմ, մեկը տեսա, այդ բան չի երևում, թոզը դումանը բռնեց, մարդիկ խուճապահար փախում են, այս կողմ են կողմ, ավտոները, մեքենաները սաղ կանգնեցին, պտտվում էին, առաջի հայացքից չջոգեցին, չպատկերացի, որ կարող է շենքը, ասենք, փլվի, ես ասի երևի բանը, պաժարը, հրդեհը, բանը, ավտոյը բրդեվ է, մի քիչ որ պարզվա, փոշին նստավ, տեսա, որ լենականի սպիտակի ավերակներն է։ Հիմա տակն էլ այդ փլվածի տակը գերմանական գործիքների խանութ էր, 3-4 հատի նախ աշխատում են։ Հիմա 10 մարդու բան եղած չելի, թե շինարարությունը կվերականգնեն։ Կանչը ստացել ենք մենք 10:13 րոպեին, արձագանքող խմբերը 10:13-ին տեղում են գտնվել, կատարվել է հետախուզություն, հետախուզության արդյունքում գազի արտահոսք է տեղի ունեցել, գազի արտահոսքն է դադարեցվել, տարանվել են կողքի մասնաշենքի աշխատակիցները, սահմանազատում է կատարվել տարածքի, այդքան է։ Ունեցել ենք մեկ տուժած, տուժածը ոտքի վնասվածքով հոսպիտալացվել է։ Տնօրենի հետ ենք խոսել, տնօրենը ասում է, որ մարդ չկա, բոլորը տարանվել են։ Նախնական վարկածը։ Նախնական վարկած չեն կարող ասել, փլուզում է տեղի ունեցել։ Դա արդեն խոսեն այլ ծառայություններ, փորձագիտական։